Ազգային ժողովը Չուլանի վերածված չի։ Ինքը ամբողջ Հայաստանն է վերածը Չուլանի։ Շարով եկե վերս ընկե վարչապետի աթոռին։ Հայերը մի հատ հավաբուն ունեն, անունը դրել են Գառնուտաճ։ Քֆուր ես տալի, այդ մարդը շամպուն ունի, լողանում է անցնում այդ քֆուրը։ Նիկոլ այնքան պուճուրիկ է իր Ալիևներով ու ամեն ինչը, որ ես վախենամ։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մեր տաղավարում հյուրընկալել ենք Լույսի բանակ ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Կարեն Արայանին։ Պարոն Արայան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում եւ սկսենք հենց երեք տեղի ունեցած իրադարձություններից, տեսանք, որ երկրում հեղաշրջման անելու փորձով մեղադրանքով կալանավորվեցին Սրբազան պայքարի առաջնորդները եւ մասնակիցները, այդ թվում Բագրատ Սրբազանը, դուք ինչ կասեք այս առնչությամբ եւ ինչ զարգացումների սպասել։ Առհասարակ ինձ մարդու կալանավորման process-ը դուր չի գալի մանավանդ սրահորոք։ Սրահորոք ցանկացած մարդու կալանավորում կարող ուրախացնի մենակ մեկ նրանց ովքեր չգիտեն կալանքը ինչա, չեմ տեսել մեկ էլ երևի հենց նրանց ում համար Նիկոլը իրանցն է։ Ամեն քայլը փառավորում են իբր ինչ տղամարդ անկախ ամեն ինչից, անկախ հայացքներից ես չեմ կարա ասեմ լավ է, ես չեմ կարա դրա մեջ գտնեմ ինչ որ հարցի լուծում, չգիտեմ, process է, որը իմ համար էս բոլորն էլ մի թեմի տարբեր դիմակակիրներ են էլ ու դա երևում է որտեղից, երբ որ առհասարակ տրամաբանություն է, երբ որ դու մեկին դեմ ես ու էլի մեկն էլ է դեմ, դու երբեք իրան քո լրատվականներով կամ աջակիցներիդ միջոցով չես խանգարի։ Դրա համար իմ համար իրանք բոլորն էլ նույն ինչ-որ կոպեկի մի քանի կողմ են, նույնիսկ երկու չէ։ Զուտ կալանավորման փաստի վերաբերյալ, որ բան չեմ կարա ասեմ, դա չի կարա իրապես Նիկոլին դեմ դիրքորոշման մարդուն ուրախացնի կամ ասես ինչ լավ եղավ։ Այս անգամ տեսնում ենք, որ գործող իշխանությունների թիրախում եկեղեցին է եւ եկեղեցականները նախ նշեց, որ եկեղեցին չուլանացված է, չուլանի է հիշեցնում եւ ապա հայտարարեց, որ մեր բարձրաստիճան հոգեվորականները չեն պահպանել իրենց կուսակրոնության ուխտը, այդ թվում վեհապարը եւս։ Դուք ինչ դիրքորոշում ունեք այս մասով եւ ինչ նպատակով է այս արշավը սկսվել։ Շատ ներողություն էլ, իսկ ազգային ժողովը Չուլանի վերածված չի։ Ստեղ նայեք հարցը անհատները չեն հոգևորական, ոնց որ հոգևորական դաշտում, տենց արվեստի դաշտում, ամեն տեղ էլ վատը կա։ Ուրիշ բան կոնկրետ մի հոգևորական, որը չգիտեմ, տենց հակահայ, դա այլ հարց է, էլի։ Բայց ընդհանուր որակավորես կեղտ գտնես մենակ եկեղեցու չէ, ցանկացած ասպարեզի մեջ։ Պետությունը տվել է ժողովրդին, հիմա էլ եկեղեցին պետք է տամ, մաքրեմ, ազատեմ եւ տամ ժողովրդին։ Դե ես այդ եմ ասում, կլինի եկեղեցի թե ինչ ուզում ալնի, սխալների մասին կարա խոսան մարդ, ով իր ասպարեզում, իր պաշտոնում, իր դիրքում ամեն ինչ իդեալական անում։ Այսինքն եթե դա աներ մեկը, ով վարչապետի պաշտոնին է, ու ամեն ինչ անում է իդեալական ու կարողանում է մեկ այլ հարթակում գտնի կեղտ նորմալ է։ Այն որ ոչ չասես, մի հատ հլը քեզ նայի, մի հատ հլը քո վիճակը նայի, մի հատ հլը որտեղից ես եկե ու ուր որ եկե ինչի վերածել ես, թե այն, թե այս Չուլան, չի։ Ստեղ գիտեք, չես կարա վիճես, որ հա, կան տեղեր, որ հարիր չի եկեղեցում, ես իմ աշխովել եմ տեսել, բայց ինքը այն մարդը չի, ով իրավունք ունի դա ասելու, ինքը ամեն ինչն է, ինքը ամբողջ Հայաստանն է վերածը Չուլանի։ Ալիևի Չուլանի, իր շնորհիվ է դա ու ինքը իրավունք ունի թե բարոյական թե իրավական, ինչ որ մի կառույցի մանավանդ, որը ներկայացնում է մեր հոգևոր արժեքներն ու պատմությունը հանրային կերպով անվանի Չուլան, այտենց սրտացավ է իր, այտենց հոգուտ կպել է, հա, եկեղեցու համար ցավում ես։ Մի բարձրաձայնի արա, գնա կոնկրետ ինչ եկեղեցի ես տեսել, որ տենց է։ Պատասխանատուին կանչի, ասեմ մաքրեք։ Մի հանրայնացրա, այսինքն մենակ այդ հանրայնացնելու, տեսեք բլոգերը լինի գնա հանրայնացնի, հա, որտեղ բլոգերը չի կար անդեղ ինչ-որ բան փոխի, բա հեռու քեզնից շարով եկե վերս ընկե վարչապետի աթոռին, բա հրահանգը տուր թո մաքրեն, թո անեն, այդ մաքրածը հանրայնացրա, ասա, տեսեք մեր եկեղեցին ինչ մաքուր է, իմ շնորհիվ առաջ կեղտոտեր կամ չգիտեմ,
Չէ, դրա հենց կոնկրետ ուզում եմ ինչ-որ տենց բան անի, որ ինչ։ Ես մենակ մի բան եմ նկատում, էլի, այս երևույթը ուզում է այն ինչը հայ մարդու համար, ոչ թե անհատապես, այլ զուտ որպես հայ, թանգա, ազգային հերոսներ, պատմություն, տարածքներ, ոտնահարի, տրորի, աշկիցդ գցի։ Իր այդ կրթության, գիտության նախարարը բառացի հայերեն լեզվով ասում է հայրենասիրությունը փուչ կոնցեպցիա է, նժդեհը վտանգ է։ Բայց ինչ են շահում նրանք դրանից։ Օգուտը որն է, այսպես ասած։ Գիտեք, երբ որ մի մարդ ինչ-որ մի բանից աբիժնիկ է, փորձում է ոտնահարի ու օգուտը ներքին բավարարվածությունն է։ Այսինքն կայացած տղեկից, երկրի համար կռիվ տվող անձանցից, հայից, եթե հայից խորը, հայերեն կարամ ասեն նեղացվածություն բան, միտքս ճիշտ չի արտահայտվի, դրա համար այդ աբիժնիկ բառը ամենաճիշտն է, հայից աբիժնիկ չլինի։ Այն երբ էր հələ գրել, որ հայերը մի հատ հավաբուն ունեն, անունը դրել են Գառնուտաճ, բանամանին բերել դրել են բան, երկրի ղեկավար, ինչ կա զարմանալու։ Պետք է պայքարել դրա դեմ, այդ չեն պայքարում, բոլորը օնլայն բան են, մրցույթ է մի հատ, մտնում ես Facebook, ես սատարում եմ այս ինչին, ես սրան դեմ եմ, թուրքն իմ թշնամին է, ես պահանջատեր, ու վсё։ Մրցույթ է, ով ինչ-որ մի հատ խորը բան գրեց, կրում է, ինչ է կրում, ում է կրում, ասում ես ախպեր, եկեք դուրս գանք դեմն առնենք, էլի, այդ գրելը, եթե գրենք, սաղից լավ կգրենք, այդ գործը լավ պետք անել։ Չէ, երբ որ փորձում ես մի բան անել, բոլորը համախմբվում են ու սկսում են պայքարել քո դեմ։ Որովհետև եթե դու հաղթեցիր, իրանք էլ բամբասելու թեմա չեն ունենա, ամեն ինչ լավ ալնելու։ Էլ ում քլնգեն, ոնց լայք հավաքեն։ Չգիտեմ, ես երբ որ այս երևի թեմանից դուրս էլի պրոստը սենց մտքիս եկավ։ Միշտ է որ դիմում ես բարև ժողովուրդ ջան, ժողովուրդ ոնց եք, ժողովուրդ ես Ես հիմա ամենայն անկեղծությամբ եմ ասում, ես ուզում եմ հասկանամ ով է այդ ժողովուրդը, որովհետև ում խոսցնում ես, ում հարց ես տալի, ասում է այս ժողովուրդը դժվել է, այն մեկ ասում է ժողովուրդը բան չի անում, ուզում ես հասկանաս, լավ բոլորը խոսում են ինչ-որ ժողովրդից, ինքը ժողովուրդը չի, կողքից են սա, ով է ժողովուրդը, որ նայես ասենք հիմա չգիտեմ, էկրանին ասես բարև ժողովուրդ։ Իսկ ոչ մեկ իր վրա պատասխանատվություն չի կվերցնում, չի կրում։ Գիտակցության կամ ենթագիտակցության մեջ ինքը առանձին է, ժողովուրդը առանձին։ Որտեվ ինքը չի նեղադրում իրան, չի ասում, ախպեր ես բան չեմ արել, վախտնա, մի հատ տենանք ինչ կարելի է։ Ինքը իր գործին ասում է ժողովուրդը բան չի անում։ Այդ ժողովուրդը, ասենք, այդ 1 միլիոն հոգին է, 5 միլիոնն է, ինչքան է, ամեն մեկին առանձին հարցնում ես, նույնն ասում ես, ժողովուրդը բա, ախպեր դու ես այդ ժողովուրդը, դու այդ, ասենք, Նիկոլը ինչից է պետք է վախենա, ջղային դեմքով Facebook-ի գլավնից, թե գրառումից, լուրջ դեմքով դնում են Նիկոլին բան, հետո, քֆուր ես տալի, այդ մարդը շամպուն ունի, լողանում է անցնում այդ քֆուրը, ինչ ես անում իրականում, աջակցում ես նրանց, ովքեր մեկը մեզ, որ լուրջ ամեն ինչի պատրաստ դուրս ենք եկե պայքարի, չէ, աջակցական խոսք, լավ գոնե, սիրում եք օնլայն, այդ էլ չկա, բայց հենց իրանց քաղաքական այդ հոգևոր հայրերն են հելնում, ժամանակն է Հայաստանը պետք է փրկի, ախպեր բա մինչև այդ ժամանակը չէ, ձերը ուրիշ Հայաստանը, որը պատկանում է մենակ ձեր այդ անդիմադիր քաղաքական հայրերին, մերը ուրիշ Հայաստանը, որով ուզում ալի մենակ երկիրը լավն է։ Դրա համար այս օնլայնի վերածված նայիրան երկիրը, որը դարել է զուտ Ցուկենբերգի տրամադրությամբ ինչ-որ կյանք ձեռք բերած երևույթ։ Facebook-ը անջատեն երևի Հայաստանը չլինի, սենց է իրանց մոտ։ Չգիտեմ ես ինչ ասեմ, ուզում եմ անկեղծ էլի, իմ ֆանտեզիան ինձ բավարարում է, բայց չեմ կարող պատկերացնել, որ ասում ժողովուրդ կոնկրետ ինչ ձևի դեմքի արտահայտությամբ մարդիկ են, որտեղ բոլորին գիտեմ ու նույն դեմքի արտահայտությամբ իրանք ասում են այս ժողովուրդը, բա դու, դե հենց ժողովուրդը հելի մենք էլ կհելնենք, ու աբսուրդ է ես, հենց ժողովուրդը մի բան անի կմյան, բա դու ինչ ես, ծառ ես, ես չեմ հասկանում, ասենք եթե նույն բանը
Տեսել եք ինչ խելացի շուն կար մի հատ Մաշտոցի պողոտան կանաչ լուսի տակ անցնում էր, սա զարմանում էին։ Եթե այդ շունը ասի հենց հայ ժողովուրդը ելնի ես կմիանամ, ասում ես դե հա Երևանում ապրող շունը։ Բայց երբ որ մարդն է ասում էդի հայը, ուզում ես հարց տաս դու այդ շնից ես, թե ժողովուրդից, ո՞ս կարաս դու քեզ կողքից հենց դուրս գան նոր ես։ Դու պետք դու ես ժողովուրդ։ Այս գիտակցումն է պակասել դրա համար ես չգիտեմ, երբ որ ասում եմ ժողովուրդ ով է կոնկրետ նայելուց, դա վերցնում իր վրա, որ այ իմ հետ է, ես ժողովուրդ։ Ինքնայինպես մեսի հետ կապ չունի ժողովրդին է դիմում։ Պարոն Արայան, եկեղեցուն պաշտպանողական դիրքերից հանդես եկավ նաև բարեգործ Սամվել Կարապետյանը, ում հետ տեսանք ինչ եղավ, նա եւս 2 ամսով կալանավորվեց։ Նախ դուք հայտնում եք ձեր աջակցությունը Սամվել Կարապետյանին եւ երկրորդը Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Սամվել Կարապետյանին նշել է, որ նորից ակտիվացել են, պետք է պասիվացնել, ընդ որում ընդմիշտ եւ նշենք, որ դուք եւս պայքարի եք դուրս եկել, ինչպես որ դուք նշեցիք ձեր խոսքում, արդյոք մտավախություն չունեք, որ այս հետապնդումները նաև ձեզ կհասնեն։ Ես մենակ մի բանից եմ վախենում հիասթափվել սեփական ազգի մեջ։ Նիկոլ այնքան պուճուրի կա իր Ալիևներով ու ամեն ինչով, որ ես վախենամ։ Ես անգամ դրանցից չեմ զգուշանում։ Որտեվ, ասենք, վախենաս մեկից, ով ունի երկրի ղեկավարի պաշտոն, բայց իրան պահումը չկայացած 15 տարեկան լակոտի պես ստատուս գրելով մեկի հետ բան հակել է տենց ինքը լայքովներ ունի բան։ Դրանից վախենամ։ Ինչից վախենամ։ Վախենամ մեկից, ով իմ ու ձեր սխալմամբ, մեկի լռությամբ, մեկի չգիտեմ ինչով, բոլորն են մեր, թո չլինի մեկ ասես կապ չունեմ։ Ես այն վաղտ ասում եմ, ուրեմն լավ չի իր ասում։ Բոլորի մեղքն է, որ այսօր ես ստե իշխանությունը։ Տենց միամիտ ընկել է ձեռը հնարավորություն, որ կարա մեկին կալանավորի, մեկին բռնի ու դրանից պետք է վախենաս։ Ես կարամ ոչ թե վախենամ, այդ բառը մի քիչ սխալ է, այլ մի քիչ ավելի զգոն մոտենամ բանական մարդուն, բարոյականության գագաթնակետ ունեցող մարդուն, որ այս մարդու հանգարց իմ մասին վատ կարծիք չկազմի, հանգարց իմ դեմ դուրս չգա, հանգարց մարդ չուղարկի, որովհետև ինքը գիտի ինչ անում, որովհետև արմատ ունի, միջուկ ունի, այն ֆլաբեր կինո կար էր ժամանակ, ինքը իշեք կանաչ գույնի, ինչ-որ խլինքի պես բան էր, այտենց էություն է դրա, ինչից վախենաս, հա բան չունեմ ասելու, կարա գա վերցնի տանի դատի, կալանավորի, ես դրա մեջով անցած մարդ եմ, նույն իրապես էլ իրան բերած Սերժներ եկա վերցրեց, տարավ դատեց։ Չեք վախենում նորից, որ կդատվեք։ Ինձ դա վախ չի ներշնչում, ոնց բացատրեմ, ուր մնաց էսի կամ, եսենք վախը մի քիչ խորքային հասկացողություն է, էլի։ Մարդը ոչ կալանքից կարա վախենա, ոչ չգիտեմ, վախ բառը սխալ է կընտրել։ Բայց նրան կհաջողվի բոլորին լռեցնել, մեկուսացնել։ Թող ամբողջ ազգին տանի դատի, հետո հալա թող հետևից գան, ասենք ինձ տանեն, հետո այն մյուսին տանեն, ձեզ տանեն, նրա մարդ չմնա, դա սաղին կալանավորի, ինքն ու անան թող ապրեն։ Կարող է ժամանակ հասկանանք, որ երբ որ ասում են ժողովուրդ, դա մենք էլ ենք։ Ոչ թե տենց նայում ենք, դիտորդ էինք, ես ինչ եղավ, բա կլինի, բա ինչ կլինի։ Այսինքն, եթե տենում ես առաստաղդ կաթում է, ջուր է, անձրևը գալիս է տունդ, դեմը չես առնում, մի օր էլ քանդվում է, այդ չես ասի, բա ես տենաս խի եղավ, է որտև դեմը չարար, որովհետև որ ասում էին դեմը առ, ասում էին, բայց ժողովուրդը դեմը չի առ, այդ քո գլխին էլ անգնելու, այդ դու արա, թու միանան, ախր հիմա էլ անում ես միանալու փոխարեն ինչ կեղտ ասես կպցնում են, էժանագին ձևով, ու կպցնողները ով են, տեսել եք երևի, դրանց դաժը անուն տալն է մեղք, դրանց անձնավորելն է սխալ, անկախ սերից, էլի եմ ասում, բոլորը էք են, էք եղեն ինչ-որ, մեկը փողի դիմաց, մեկը հույսով, որ վաղը իրան կասեն մերսի, հելավ ինչ կեղտ ասես, մեզ կպցրեց կաշվավ գրախ, այսօր էլի շարունակում է Նիկոլից բողոքել, արաբա Նիկոլի դեմ էինք պայքարում, բա լավ, ասենք, մի օգնի պետք չի, բայց խես խանգարում, ինչի հասակ, հիմա իրանք Նիկոլական են, թե չէ։ Կխնդրեմ անդրադառնալ արդյոք Սամվել Կարապետյանին աջակցում եք թե ոչ եւ նաեւ վերջին շրջանում նոր պայքարի մասին է հայտարարվել։ Եթե փողոցային պայքար սկսվի, դուք կմիանաք նրանց։
Հերթով գամ, Սամվել Կարապետյանի հետ կապված ես նորից եմ ասում, ում դեմ դուրս եկավ Նիկոլը, որ անկախ ինձնից էլ աջակցում եմ։ Այո։ Նրան ում դեմ դուրս է եկի, որտեվ գիտակցված թե ենթագիտակցաբար Նիկոլեն այն մարդը չի, ով պետք է որևէ մեկի վրա, տեսեք, կարող է իմ ու Սամվել Կարապետյանի հայացքները տարբեր են։ Ինքը, ասենք, ուրիշ ձև է վերաբերվում, ենթադրենք Կրեմլին, ես ուրիշ, ինքը դա չի հարցը։ Բայց եթե Նիկոլն է իրան դեմ, ես իրան սատարում եմ։ Ում ուզում է դեմ լինի։ Բագրատին դուք գիտեք, ինչքան են որ հակասություններ, բաներ։ Այսօր Նիկոլը Բագրատին դեմ է, ուզես չուզես Բագրատին անկախ քեզանից, էլի ջան բացատրելի բան է, սկսում ես սատարել։ Ես հայ եմ, այն ում թուրք բառից ված չզգացող Նիկոլը դեմ է, ես այդ հային սատարում եմ։ Միգուցե ժամանակավոր, միգուցե մենակ այդ ընթացքում, բայց եմ որ ասում եմ, ես չի անկախ քեզնից։ Պետք է արդեն որ ատրաֆիրովանի մի հատ sense զգացողությունը։ Իսկ շարժման հետ կապված այն ովքեր հիմա փողոցային շարժում, ես չգիտեմ ում նկատի ունեք կոնկրետացնեք։ Խորհրդանական ընդդիմություն է հայտարարել, պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնությամբ, իմպիչմենտի գործընթաց է սկսվել եւ այդ ամենը իրագործվելու է նաեւ փողոցային պայքարով։ Ես պատրաստ եմ իրական պայքարի ոչ թե ներկայացումների մաս կազմելու։ Կարծում եք, որ սա ներկայացում է լինելու։ Կապրենք կտենանք։ Այդ նույն փողոց դուրս եկողները, երբ որ փողոցում էինք, ուր էին։ Իրանց լրատվականներով ու իրանց վարձած լայվմեններով, որ անունները դրել են բլոգեր քաղաքական վերլուծ, ախր քաղաքական վերլուծաբան լինելու համար ինչ որ հələ լավ է դիպլոմ կրթություն բան մի կողմ փորձը ուր է, տակը ինչ կա։ Մեկը դիրիժոր է, մեկը DJ է, մեկը սուցինոր է Մոսկվա, այն մեկը եսին որտեղ քաղաքական վերլուծաբաններ գժվել կարել է։ Ու իրանք վերլուծում են ճիշտ ու սխալ բան, ու ասենք մի 100-200 հազար մարդ նստում ասում է, ուրեմն այտենց է ճիշտը։ Այդ են իրանց գործողությունները եղել, երբ որ մենք դուրսն ենք ու միանամ։ Բա մի հատ դու էլ չփորձես խանգարել, հələ եթե իրանք խանգարում էին իրական պայքարին, դու ներկայացմանը, հələ տենաս լավ է։ Չգիտեմ, ես անկեղծ եմ ասում իմ համար ամենամեծ վախից առաջ եմ կանգնում ամեն անգամ, որ աստղերի մասին, որ խոսում են, ասում աստղի լույսը որ դերում ես, ինքը արդեն չկա, հələ լույսն է։ Ոնց որ տենց էլ ինչ որ Հայաստանը չկա, ինչ որ էներգիան ամենացել, տենց չեմ հասկանում արդեն։ Այս քաղաքականության մեջ ունենց ամեն ինչը խառնեցին իրար, վերցրեցին մի աղբյուրից մի հատ գունդ, նույն ատոմներից բաղկացած։ Բաժանեցին 4 մասի, Լևոն Սերժ Քոչարյան, նույնն են։ Դրին տարբեր տեղեր կրվեցրին իրար հետ, որ ժողովուրդը ոչ թե դրանից դուրս մի բան ընտրի, այլ դրա մեջ։ Ում էլ ընտրի աղբյուրը նույնն է, ու տենց տանում են առաջ։ Ու սա էլ է դրամաբանական պատասխանը նրա, թե ինչի համար մեր դեմ այտենց հարցակ, մեր դեմ բոլորն էին պայքարում, իշխանական մանիպուլատորներից մինչև Պատճառը դա է, որ պայքարը այդպես շուտ մարվեց։ Մեր պայքարը չի մարել, ով ասել որ մարել։ Դե նույն ձևով, նույն ոգով ցույցեր չենք տեսնում։ Դե հա, դա նորմալ է, որովհետև Բայց դեռ ընթացքում եք։ Սենց ասեմ, այն ինչ մենք արեցինք, դա ընդհանրապես ռազմինկա էր, դա հստակ իմացեք։ Ես չեմ ներդրվել ամբողջությամբ։ Ինձ պետք է հասկանալ ինչն է մարդկանց հանելու փողոց, ով է մեզ դեմ, ով է մեզ իրոք աջակցում, ով ունի խիզախություն ուղիղ մեր կողքը կանգնելու, ով առանձին ինձ ասում է ձեր հետ ենք, բայց վախում է բարձրաձայնի։ Ժողովրդին ինչն է հետաքրքրում, արդյոք Նժդեհն ու ազգային վեհ գաղափարները, թե ուղղակի այսօրվա ուտելու փողը։ Մարդիկ կային ասում էին մեր սիգարետը ուտելունը ապահովեք գանք, չէ։ Տպավորություն էր, ոնց որ ասենք ինչ որ իմ համար առանձին ձեթի զավոդ պետք է սարքեի, ինձ էին ադալժենի անում, պետք է իրանց լա։ Դու ոնց իմ հայրենիքն է, տես քոնն է։ Արի դու հետդ հաց բեր, ոչ թե արի տես ինչ շահ ունես նոր։ Ադասանունից էին զանգում, որ գանք միանանք ձեզ, իմ հիպոթեկը կփակեք։ Ու ասողդ, ասենք տղամարդը, անգեր ասենք
Լույսի բանակից որևէ տղամարդ քո ամուսինն է, որ պետք է քո արա քո հայրենիքն է։ Խափնվում ես էլի, հիմա արդեն համ դեմքերը ովքեր մեզ դեմ են, բացահայտված, ամեն ինչ պարզը, հիմա այդ հիմքի վրա ենք նախապատրաստվում, այս անգամ, ոնց որ տեսել եք մի տարի օրը ասելով, ծրակ, ամեն ինչ ասելով դու ոչ մի բան չի, ուղղակի մի օր, մի ամիտ կզարթնեք, կտնեք, որ Հայաստանը փոխվում է։ Սա ես ասում եմ ավելի քան համոզված։ Պարոն Արայան, իսկ կարող ենք ասել, որ այդ օրը մոտ է եւ հնարավոր է հենց վաղն էլ դուք ձեր պայքարը սկսեք, գոնե թե հայ առաքելական սուրբ եկեղեցուն պաշտպանելու համար։ Հայ առաքելական սուրբ եկեղեցու բազմաթիվ սպասավորների ու ծառայողների հանդիպել եմ 3-4 տարի առաջ դեռ։ Շատ քչերը գիտեն, հավատացեք, որ Հայաստանը այսօր չունի պետական կրոն։ Որ բոլորը ասում են մենք 301 թվից առաջի քրիստոնյան ենք, դա մինչև այսօր չի գալի։ Դա եկավ, ավարտվեց 1995 թվի հուլիսի 5-ին։ Լևոն Տեր-Պետրոսյանի թեթև ձեռքով անցկացրած հանրաքվեն Հայաստանից որպես պետական կրոն հանեց քրիստոնեությունը։ Երբ որ ես տեսա տարբեր հոգևորականների ու ասեցի, ախպեր, եկեք դուք մեր հետ դուրս եկեք, առաջի գից մենք ենք։ Կրոնական հարցեր կա, ես չգիտեմ, դուք գիտեք էլի, իրար հետ վերականգնենք, պայքար ձևավորենք։ Վախեցան, չէ, մենք չկանք, մենք ասում ես ախպեր զանգերը խփեք ամբողջ Հայաստանի տարածքով, մի հատ հրամանա վեհապարից, որ այսին ժամին զանգերը տվեք, արթնությունա բերելու չեն անում։ Այսօր հարձակում է եկեղեցու վրա նորից առաջարկ եղավ, ասում եմ, եկեք սենց էլի զրո արձագանք է, ինչ անեմ ես այլում։ Պարոն Արայան, վերջում եւս մեկ հարց, այս քաղաքական հետապնդումները ինչ է կարծում կհասնի նաեւ վեհապարին։ Ես բան չեմ բացառում։ Ինձ դա ոչ կզարմացնի, եթե նույնիսկ հասնի։ Ոչ, սա օրոք նորմալ է, ասենք մարդկա որ չի մերվե դրա հետ։ Մարդկա որ նայում ասում չէ, հետեյդի Նիկոլը չի, Նիկոլն ես տաղա է, ասում կան ես մեկը, բացի իր նեղ շրջապատից։ Այսինքն սպասենք նաև այդ իրադարձությանը։ Ոչ թե սպասենք, ուզում եմ ասեմ, եթե եղավ էլ մի զարմացեք, չեղավ էլ մի զարմացեք, ընդհանրապես մի զարմացեք, Նիկոլն է, զարմացեք ձեր լռության վրա, հենց ձեր անձը նկատի չունեմ, էլի, զարմացեք, ես որ ամեն ինչ տանում ենք, զարմացեք, որ մաքսիմալ հայրենասիրական քայլ հերոսություն էդի ստատուս գրելն է։ Նայում ես, մտնում ես Facebook, խախտվում ես, դեմ եմ եսի ինչին։ Հետո կամ բան ասենք, մեկը գլավնի նկարա դրել, ջղային դեմքով թուրքն իմ թաշ, հալատես, ու ասենք, սենց ապրում ենք։ Ասում ես, եկեք դուրս գանք ռեալ բան փողը, այս մարդիկ արդեն գալագրամա են դարը, հոլոգրաֆիկ ինչ-որ բաներ են, ստատուս գրող, ոնց որ ուրվականներ են, ասենք, հայ արիական տեսակի, ասենց կյանք նետված ուրվականներ, ովքեր օնլայն հարթակում եթերային մարմիններ են, էլի, մեկը ասենք աշտարնա, մեկը չգիտեմ, երգիր են փրկում, ֆիզիկապես, ֆինանսապես, իրոք շոշափելի, զրո։ Բա ինչ եք ուզում կլինի։ Հիմա ես էլ սենց խոսում եմ, հեսա գնալու է եթեր, չէ։ Խոսացի ես մենակ, բայց ես իրավունք ունեմ, որտեղ ես քայլել եմ անում, արել եմ, ես 6 տարի անում ենք։ Բայց մարդիկ ովքեր ոչինչ չեն արա, ընդհանրապես գրում, մի հատ էլ սրանից դժգոհ են, մի հատ էլ նրան փնովում են, մի հատ էլ նստում են դա իրանց ինքնահռչակում են քաղաքական վերլուծաբան։ Այդ լայվմեններին մի հատ մեկը թող հարցնի, մի հատ բան ասա էլի, որ երկրիդ համար արես, բացի բլա նստած եսին որդեից ինչ ես խոսում, ու ստեղ անողին, ասենք, չգիտեմ էլ ինչ ասեմ, լուրջ եմ ասում, իմ մոտ արդեն բանը, եթե սրան ենք արժանի, տես նստեք ստատուս գրեք, լուրջ դեմքերով, չգիտեմ, երկիր փրկեք, նայենք ինչ անում, չէ, մենք էլ եմ ասում, պատրաստ ենք ու առհասարակ, դուրս չեն գալի ասում, ժողովուրդ, եկեք ժողովուրդն կցի բռնի լգա, թե չէ, լթո դուրս գան, ես ասել եմ, նորից եմ կրկնում, կուզենակ մի բան փոխվի, դուրս եկեք, գտնեք իմ հետ այդ ճամփեն, կանչեք, ես մի վարքան չեմ ուշանա, չեք ուզում, գնացեք ձեր այն քաղաքական թևով, գնացեք, վաբշե նստեք տունը կոֆե խմեք, նայեք երկրի հետ ինչ ուզում եք արեք,
Ես պատրաստ եմ, ես դա բազմիցս եմ ապացուցել գործով։ Ես երբեք ժողովրդից չեմ լքել։ Այսօր կուզեք մի բան փոխվի, դուրս եկեք կանչեք, ես կլնեմ, չեք ուզում, ավելորդություն է դա ձեր համար։ Այն նստեք, տեսեք ինչ եք անում, էլ ես ինչ անեմ։ Այն մի հատ հին խոսք է, ասում պոչել չունեմ իրար տամ, էլ ոնց անեմ։ Ոնց բացատրել, ոնց ցույց տամ։ Է չեք հասկանում, մանկապարտեզոջի հասուն մարդիկ ենք։ Դարավոր պատմություն ունեցող ազգ ենք։ Աշխարհին քաղաքակրթություն տված ժողովուրդ ենք։ Այն նոր պետք է ասես բաներ բացատրեմ։ Շնորհակալ ենք, պարոն Արայան։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը Լույսի բանակ ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Կարեն Արայանն էր։